Անցած շաբաթ կառավարությունը որոշում կայացրեց, որ հունվարի 1-ից լուծարվելու է շողակաթ հեռուստաընկերությունը։ Բարև ձեզ, դուք դիտում եք Խորագիր հաղորդաշարը, ես Գևորգ Մինտերյանս, Ավետիք Քերոփյանը եւ Հովհաննես Իշխանյանն ամփոփում ենք անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Անցած շաբաթվա ամենակարևոր իրադարձությունը ըստ էության շողակաթ հեռուստաընկերության այսպես վերջնական լուծարումն էր, հայտնի դարձավ, որ հունվարի 1-ից այլևս չի գործելու։ Սա մի կողմից ուրեմն կարելի է դիտել իբրև Նիկոլ Փաշինյան վեհափառ հակամարտության ինչ-որ հերթական արար, բայց անցած շաբաթ հայտնի դարձավ, որ դեռևս 2018 թվականին եղել է մի նախագիծ, ինչ-որ ՀԿ-ների կողմից կազմված, թե ինչա պետք անել Հայաստանը ուշքի բերելու համար, այսպես ասած, ճակերտավոր, ու դրա կետերից մեկը եղել է այն, որ շողակաթ հեռուստաընկերությունը խանգարում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը, չգիտեմ ինչին եւ այլն, եւ այսինքն դա եղել է վաղուց պլանավորված գործողություն։ Սա իհարկե ինձ համար ցնցող նորություն էր, բայց ընդհանուր համատեքստում, որտեղ հայկական ինքնությունը անդադ հարցակումների է ենթարկվում, ուրեմն շատ տրամաբանական է, որ ամենից մշակութային, ամենից բարձրարժեք հեռուստաալիքը պետքա հարվածի տակ ընկներ։ Դե ուզում եմ հիշեցնել մեր դիտողներին, որ սրանից մի քանի ամիս առաջ օրենքում փոփոխություն իրականացրեցին, որով հանրային հեռարձակողների քանակը 3-ից նվազեցին 2-ի, չնայած այն ժամանակ փրփուրը բերաններին պնդում են, որ սա շողակաթի դեմ չի առնում, իհարկե այն ժամանակ էլ էր հասկանալի եւ շողակաթի փակվելը սպասելի էր, բայց այդ նույն օրենքով նաեւ այդ փոփոխությունների մեջ էր նաեւ հանվեց պահանջը ունենալ կրթական եւ մշակութային բովանդակությամբ ծրագրեր եւ ակնհայտ է, որ հանրային հեռարձակման բովանդակությունը փոխվում է, այսինքն հանրային նշանակություն, հետաքրքրություն ունեցող բովանդակությունից հանրային հեռարձակողները, այսինքն Հայաստանի հանրային ռադիոն եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը վերածվում են իշխանական քարոզչագործիքի, արդեն վերածվել են իհարկե եւ շողակաթը միակն էր այս 3-ից, որը քարոզչական գործիք չէր դարձել եւ իհարկե ողջունել են փաստը, որ որոշ հեռուստաընկերություններ եկան եւ անմիջապես առաջարկեցին շողակաթի համար ծրագրեր կամ ժամ հատկացնել, բայց փաստը մնում է փաստ, որ հեռուստաընկերությունը փակված է, հունվարի 1-ից այլևս չի գործելու եւ սա նաեւ պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում ազատ խոսքի, ընդհանրապես խոսքի ազատության վրա հարձակումների համատեքստում, որը չի կարող անհետևանք մնա մեր ազգային առաջընթացի, ազգային զարգացման վրա ազդեցություն չի կարող չունենալ։ Ես չգիտեի այդ ՀԿ-ների պատմությունը, որ այդպես ՀԿ-ներ են ինչ-որ միացել ու արել, դա շատ էական է, որովհետև մոտավորապես պատկերացնում եմ, որ ՀԿ-ները պետք է լինեն, բայց այսինքն այն ՀԿ-ները պետք է լինեն, որոնք նաև դատարանների գրավմանն էին աջակցում 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը ու Սահմանադրական դատարանը տապալելուն։ Իհարկե, պետք է դիտարկել այդ արտահայտման ազատության կոնտեքստում, բայց մյուս կողմից էլ, այսինքն ոչ թե մյուս կողմից, այլ ավելացնելով, մենք գիտենք, եթե հակառակ Նիկոլ Փաշինյանը գրավեց եկեղեցին եւ դիցուկ, ասենք, Հիսուս Քրիստոսի փոխարեն ինքը եղավ եկեղեցու գլուխը, իսկ նրա հաջորդ հասակ arczepiskopos Միրզախանյանը այդ պարագայում, ասենք, ինչ-որ շողակաթ պլյուս կարաբացվի եւ իրենց քարոզչությունը իրականացնի։ Իհարկե, վատը այնա, որ մեր երկրում արդեն սովորական է դարձել, քանի որ գիտենք Նիկոլ Փաշինյանի բռնապետական մոլուցքը, սովորական է դարձել, ասենք, հեռուստատեսությունի լիցենզիայից զրկել է։ Հիշում եք Գարեգի Խումարյանին ապօրինի հեռացրեցին հանրային հեռուստատեսությունից, որ քննադատել են Նիկոլ Փաշինյանին։ Ապօրինի մրցույթ կազմակերպեցին, օրենքի բոլոր խախտումներով հեռացրեցին, մարդ բերեցին, որ 30 տարի Հայաստանում չի եղել ու ազատություն օտար երկրի եւ որ իմիջայլոց նույն հանրային հեռարձակողի խորհուրդը նրա նկատմամբ այսինքն այն աստիճանի
վարկագիծեր դրսևորել բացասական, որ նույնիսկ նկատողություն հայտարարեցին, չէ՞, այդ նոր բերած հանրային ռադիոյի տնօրենին։ Ընդ որում հանրային հեռարձակողի խորհուրդն էլ է մի հատ մեծ sense problem, որովհետև բոլոր անդամները նշանակում Նիկոլ Փաշինյանը փաստացի այդ բանի խորհրդում, այսինքն դուրս է գալիս, որ Նիկոլ Փաշինյանը նշանակել է հանրային ռադիոյի տնօրենին։ Գալիկի հետ կապված մրցույթի ժամանակ հենց հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի ժամանակ հենց այդ մրցույթային հանձնաժողովն էին լուծարել եւ հանրային հեռարձակողի խորհուրդը ինքն էր փաստացի իրեն վերագրել մրցույթային հանձնաժողովի լիազորությունը, որը ապօրինություն օրենքի խախտում էր, այսօր Գալիկին մեղադրում են ինչ-որ կեղծ դատավարական փաստաթղթեր ապացույցներ ներկայացնելու դատարանում այն հոդվածով, որը քննիչների ու դատախազների համար է գրած։ Ու բացի դրանից նաև այս կոնտեքստում պետք է բաննել առաջ բերվի այդ տեղեկատվական տեխնոլոգիաների այդ նախարարության առաջ գցած այդ օրենքի նախագիծը, որ կառավարությունը հաստատել է, որով փաստորեն եւ արդեն բանը տվել են, ազդանշանը տվել են, որ հաջորդ տարի եկեղեցուն զուգահեռ նաև լրատվամիջոցների դեմ ռեպրեսիաներ իրականացվելու, իբրև թե ատելության խոսքի դեմ պայքարելով կամ սահմանադրական կարգը տապալելով, մինչդեռ մենք գիտենք, որ թե ատելության խոսքը, թե սահմանադրական կարգի տապալումը հենց այս իշխանությունից է բխում, հենց հիմա 3 ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ սահմանադրական խարկը տապալեց, կոչ անելով մարդկանց, որ գնան եկեղեցում ու սկսեն պատարակը խանգարել, չկաս էս բան։ Երկրի վարչապետը կոչ անում գնա գրաքննել եւ ներազգային բախումներ մտցնում։ Նենց որ հաջորդ տարի լրատվամիջոցների համար լուրջ տարի է լինելու եւ մենք միասին պետք է դիմադրենք էլի։ Ես երկու բան եմ ուզում ասել, ուրեմն առաջինը շողակաթի վերաբերյալ, առաջինը այն է, որ շողակաթը այդ որ փակվելու է շատ շուտվանից հայտնի էր, այսինքն այդ երբ որ այդ երրորդ 3-ը սարքում են 2, այդ process-ը տեղի ունենում, մենք այդ ժամանակվանից փորձում էինք ինչ որ մարդկանց խոսեցնել, բայց ոչ ոք չէր խոսում շողակաթի մասին, նույն շողակաթի աշխատողները։ Թեև շողակաթում աշխատում են շատ եւ ազդեցություն ունեցող մարդիկ եւ շատ հայտնի մարդիկ եւ այլն, բայց ոչ ոք շողակաթի նույնիսկ շողակաթի, ասենք, վարչակազմը չէր խոսում էլի շողակաթի փակվելու մասին, ասում էին, որ չէ եւ այլն, եւ երկար պնդումներից հետո, երբ որ արդեն շողակաթի անունն էլ սկսեց հնչել, երբ որ արդեն պարզ էր եւ այլն, համաձայնվեցին միայն գրավոր հարցազրույցի, այսինքն գրավոր պատասխանեցի ինչ որ հարցերի։ Այդ առումով ես կարծում եմ, որ եթե մարդիկ իրենց իրավունքները պատրաստ չեն պաշտպանելու, ապա ոչ ոք չի կարող իրենց իրավունքները պաշտպանել, կոնկրետ աշխատողների մասին է խոսքը, բայց շողակաթը ինքնին ուրիշ բան ունի, էլի, արժեք ունի, որի համար պետք է բոլոր մշակութային հայտնի գործիչները խառնվեին, չգիտեմ, բանանեին, պնդեին ինչ որ բաներ եւ այլն։ Բայց մենք տեսնում ենք, որ մշակութային ոչ մի գործիչ սրան չմիացավ։ Իդեպ կարելի է հանրային այսպես կարծիքի թեմա էլ չի դարձել եւ մնացել է ընդհանրապես, ասենք, այս փոքր քննարկումները քաղաքականացված։ Հիմա ես ուզում եմ երկրորդ բան ասեմ, լավ դիք չեն։ Ուրեմն երկրորդ մասը շողակաթի վերաբերել է նա, որ այստեղ երկերեսանիության մի հատ բան կա, մեծ պահ կա, էլի, որ մարդիկ հիմա խոսում են շողակաթի մասին, բայց իրենք երբեք շողակաթ չեն նայել, կամ շատ քչերն են նայել շողակաթ, որտեվ եթե շողակաթը ունենար, ասենք 100,000-անոց դիտումներ, այդ որ դա չի դիտվում, դրա համար ենք փակվում, դիտելիություն ցածր է եւ այլն, դա չէր աշխատի։ Եվ ես երբեք չեմ տեսել, որ ասենք ինչ որ մեկը, ասենք թեկուզ շատ հայտնի, թեկուզ մշակութային գործիչ եւ այլն կոչ անի, որ ասենք շողակաթով դիտեք, ու շատ քիչ է դա եղել։ Այսինչ հաղորդում։ Սովորաբար, եթե անկեղծ ասեմ, դա եղել է բան, ինչ որ մարդկանց հարցազրույցներ, որոնք իրենք տեղադրել են Facebook-ում։
օրինակ ասենք, չգիտեմ, Դոստոևսկու մասին հարցազրույց, չգիտեմ, ինչ մարդկանց հետ հարց, փիլիսոփաների, թարգմանիչների հետ հարցազրույցներ, որոնք իրենք տեղադրել են էջում, բայց կոչ, որ ասենք դիտեք սա կամ այդ հաղորդում տարածեն, որը շատ հետաքրքիր է, լավն է, թարգմանություն եղել են, այդպիսի բան չի եղել։ Ու ես կարծում եմ, որ հիմա խոսողների մեծամասնությունը, սա զուտ մեծ մասը այդ խոսողների քաղաքականացնում է, որ Նիկոլայս ինչ բան է անում, իրենք հակառակն են ասում, ու դա կորցնում է նվազեցնում է արժեքը, այն հոգևոր արժեքը, որի մասին մենք բան ենք անում, էլի խոսում ենք։ Հիմա ուզում եմ նաև անդրադառնամ Հովանեսի ասած այդ օրենսդրական նախաձեռնությանը։ Մինչև դու այդտեղ անցնես, ես կարճ մի հատ առաջարկ անեմ քո ասացի մասով, օրինակ կարա շոակաթի հետ երկար տարիներ համագործակցած Արա Շիրինյանը այս հարցով խոսա, որը հանրային հեռարձակողի խորհրդի երկար ժամանակվա նախագահ եղել է ու հիմա էլ հանրային հեռարձակողի խորհրդում է։ Այո, Արա Շիրինյանից սկսած մինչև շատ երկար շարքը դա, որով աշխատել, ով աշխատում, ով պիտի խոսա դրա մասին, բարոյական իրավունք եւ այլն։ Բայց ոնց որ թե բարոյական պահը մեր հասարակության այդքան բնորոշ չէ, էլի։ Հիմա անդրադառնանք այդ բանին, որի մասին Մխիթար Հայրապետյանը գրառում էր արել, ես դրանից գիտեմ, որ կառավարությունը այսպես խիստ որոշել է, որ պետք է հետևի, հսկի եւ այլն։ Այստեղ շատ զավեշտալի մի հատ պահ կա, այդ այն է, որ ուրեմն իրենք անդադ խոսում են հակառուսականության, չգիտեմ ինչի, Հայաստանի անկախության, ինքնիշխանության բանի մասին, բայց հեռարձակվում է միայն ռուսական պետական հեռուստաալիքներ Հայաստանում։ Եթե հիշում եք, Ռոբերտ Քոչյանի ժամանակ CNN-ն էր հեռարձակվում, մենք հեռուստացույցը միացնում ենք, CNN-ն էինք նայում, հետո այդ CNN-ից չեմ հիշում, կարծեմ դարավ բան։ Euronews դարավ, հետո Arnews դարավ, հետո չգիտեմ ինչ եղավ, փակվեց Arnews-ը, հիշում ենք լավ բոլորս ինչ եղավ զեդ։ Բայց ուրեմն այդ ռուսական ալիքները շարունակում են հեռարձակվել, իրենք չեն պատրաստում ռուսական ալիքները փակել, ուղղակի այդտեղ մի հատ կետ կա, որ այդ ռուսական ալիքները արգելվում են ներքաղաքական քննարկումներ, այսինքն ներհայաստանյան բաները չպետք է այդտեղով հեռարձակվեն։ Հիմա եթե դու ասում ես, որ կա պրոպագանդա, եթե կա հիբրիդային պատերազմ, Հայաստանի դեմ գործում են, չգիտեմ, գործակալներ, եսիմ ինչեր եւ այլն, ապա ոնց ես դու հիմնական իր պրոպագանդիստական բանը շարունակում հեռարձակել քո ալիքով։ Այսինքն, օրինակ ասենք Սովետական միությունը բաներ անում, խլացնում էր բաները, ազատությունը, Ամերիկայի ձայնը եւ այլն։ Եվ բայց ասենք պատկերացնեք Սովետական միությունը հեռարձակեր դրանք, վերահեռարձակեր, ասեր, բայց սա մի լսեք, որտեղ սա պրոպագանդիստական հիբրիդային չգիտեմ ինչ։ Իդեպ ես այդտեղ մի հատ տեխնիկական հարց եմ։ Ինչի այդ ռադիոալիքների բաները ուղղակի չէին ռադիոյի վրա չէին բանանում, էլի, ասենք չարտադրվեին այդ ալիքները բանարվող ռադիոներ, բռնող ռադիոներ։ Հա դա արտադրվում են եւ դրոց էին, չէ՞, բանարվում, հեռարձակվում։ Դրոցը արդեն ռադիո հաղորդիչներով էր այդ գեներացվում, իհարկե դե միշտ չի որ դա հնարավոր անել, այսինքն դա կարող է ընկնել այնպիսի տիրույթ, որ երկու սովետական ալիքի միջև կարող էր ընկնել եւ շատ հաճախ այդպես էլ արվում էր, որպեսզի հենց այդ տեխնիկապես հնարավոր չլներ հանել կամ արգելել դրա ընդունումը, ամեն դեպքում այդ տեխնիկական հարցը չէր լուծվում, հա, այսինքն ռադիոընդունիչներով չէր լուծվում, դա լուծվում է ռադիո հաղորդիչներով, որոնք այդ ալիքների վրա աղմուկ էին հաղորդում, բայց ես կուզեմ մի բան էլ ավելացնել Հովիկի ասացին, փաստորեն պարզվում է, որ այս նախագծով, որը որ տարել կառավարությունը հավանության է արժանացել եւ ուղարկել ազգային ժողով, պետք է արգելվի նաև հեռարձակել կամ վերահաղորդել այս կառավարության անդամների կողմից հնչեցված բռնության կոչերը։ Այսինքն իրենք բռնության կոչերը հնչեցրել են, հիշում ենք տապալենք, գետնին փռենք, շինենք, դոմփենք եւ մնացած բոլոր ամեն ինչը, իրենք ասել են, բայց
արգելվում է սրանով դա կրկնել։ Դրանք պաշտոնապես որակվել են որպես բռնության կոչեր։ Դրանք ցանկացած լեզվաբանական փորձակնություն դա կորակի որպես բռնության կոչ, բայց փաստորեն արգելում նաև դրանց մասին խոսել դրանք։ Այո, սիրելի լրատվամիջոցներ, եթե դուք տարածեք Նիկոլ Փաշինյանի բռնության կոչերը, ձեր հետևից Բայց այդպես է, այդպես։ Այսինքն ինքը ասում է ինչ-որ բառեր, ասենք 1000 անգամ կներեք, լավ չեմ կրկնի, կարիք չկա կրկնելու, բոլորը դա գիտեն։ Ինքը դա ասում է, դնում է Facebook-ի իր էջում, գրում է եւ այլն բան, ինքը Facebook-ը իրան ոչինչ չի ասում, բայց եթե ասենք Օրագիր News-ը դա վերցնի դնի, բանը Օրագիր News-ին գալիս է բան։ Սա փաստորեն տեղեկատվության մենաշնորհի միտում ունի։ Իդեպ մի հատ էլ հետաքրքիր բան ասեմ։ Ուրեմն Facebook-ը եւ YouTube-ը ես նոր եմ այս խնդրին առնչվել, ասում են, որ եթե դու լրատվամիջոց ես, մենք քեզ այլ իրավունքներ ենք տալիս։ Այսինքն դու ունես այլ իրավունքներ, էլի, քան ուրիշ օգտատերեր, որտեղ դու պետք է լուսաբանես, դու անդրադառնում ես ինչի։ Բայց Հայաստանի Հանրապետության ուրեմն պետռեգիստրի դասիչներով լրատվամիջոց չկա։ Այսինքն դու ասում ես ինձ մոտ թող տվեք ոս լրատվամիջոցին, ասում են մենք չենք կարող քեզ թող տանք, որովհետև չկա Հայաստանում տնտեսական գործունեության այդպիսի բան չկա։ Հա, այսինքն կա ժամանակին կար լրատվական գործակալություն, բայց դա վերացրել են։ Չգիտեմ երբ են վերացրել, ասենք 12 թվականին եղել է լրատվական գործակալություն, բայց 21 թվականին, 20 թվականին էլ չի եղել դա։ Ու տեղեկատվական եսի ինչով է գրանցված Օրագիր մեդիա բան։ Դե քանի որ դու այդ իրավունքներից զրկվել ես, ես քեզնից խլեմ այսպես լիազորությունը, իրավունքը իմեր դիտողներին տեղեկացնեմ, որ ես իրականում այս հաղորդումը նկարելու մեր երկրորդ փորձն է։ Այո։ Եվ 3 շաբաթ օրը մենք փորձում ենք նկարել այս հաղորդումը, երբ հասանք լրատվամիջոցների վրա նախապատրաստող հարձակումներին, հոսանքը գնալ շենքում։ Եվ մենք այսօր երկրորդ փորձն ենք անում այս հաղորդումը նկարել։ Օրենքը չընդունած արդեն լույսերն են տանում, հարձակումները սկսվել են։ Եվ դա իհարկե ինչ-որ չափով խորհրդանշական էր, բայց կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք ահագնացող տերորի ահաբեկման։ Միջարոց կարծում եմ, որ այն ցանկության բացակայությունը խոսելու հենց լրատվամիջոցներում խնդիրների մասին, նույն շողակաթում, հետևանք է նրա, որ մարդկանց ուղղակի ահաբեկել են ոչ թե անմիջապես կոնկրետ այդ պահին, այլ երկարատև ահաբեկում է գնացել։ Էլի լինում է արդյոք ինչ որ բան, ավանդույթ, չգիտեմ, իրավունք տրված եւ այլն առանց պայքարի։ Լինում է, չի լինում։ Հիմա ես կարծում եմ, որ երբ որ այդ բանի մասին խոսվում է, որ այդ բան, տերոր, հարձակում, եսի ինչ, դա շատ բնական բան է։ Որովհետև պետության այն կառուցվածքը, որ մենք ունենք, ինքը իրականում լրատվամիջոց չի ենթադրում։ Արի անկեղծ ասենք, էլի։ Այսինքն մենք ունենք խորհրդային միության պետության կառուցվածք, որտեղ վերևում կանգնած մարդը որոշում է ամեն ինչ։ Ճաշակ։ Բայց ի տարբերություն խորհրդային միության, որտեղ մարդիկ նախապատրաստվում էին, կուսակցական դպրոցներ էին, կրթություն էին ստանում, ինչո պարկեշտության բաներ գիտեին, որ չի կարելի, ասենք, ունեցվածքը ցույց տալ, եսի ինչը, որ դու ասենք իկրա ես տանուտում, դա չպետք է քո հարևանը իմանա, եսի ինչ անի։ Ի տարբերություն դրա, Հայաստանում այդ մարդիկ, որոնք վերևում նստած են, իրենք այդ կրթությունը, պատրաստությունը չեն անցել, այսպես ասենք, թաքցնելու մշակույթը։ Թաքցնելու չէ, հակացուցամոլության, գրական հայերենով խոսելու, չգիտեմ, ինչ որ գրքեր կարդալու, իհարկե դա ասենք ռուս գրականություններ հիմնականում, չգիտեմ ինչեր եւ այլն, բայց ինչ որ այնուամենայնիվ մակարդակ էր դա։ Հիմա մենք ոչ այդ մակարդակը ունենք, բայց կա պետության կառուցվածք ունենք։ Կարար մամուլ լիներ խորհրդային միությունում, իհարկե չէր կարող։
որովհետև մամուլը ռոպագանդայի մի մաս էր, այդ թերթերը Այո. բան էին անում, դրա համար երբ որ թերթը գրում էր, որ այս պաշտոնյան թերանում է, գիտեին, որ հես այդ պաշտոնյան գալ են ձերբակալ են, փռեն գետին, տանեն աքսորեն, եսի ինչ անեն։ Հիմա Այդ լավագույն դեպքում։ բայց մենք ուզում ենք ունենալ այլ տիպի պետություն, չէ՞։ Մենք ուզում ենք ունենալ Այլ տիպի հասարակարգ։ Հովանեսը մեզ արևմտյան կառուցվածքի Այսինքն հակաժողովրդական, այո Չէ, նորմալ։ նորմալ ուզում ենք ունենալ Նորմալ, բայց դրա համար ով պիտի պայքարի եթե ոչ այն մարդիկ ովքեր դրա անհրաժեշտություն տեսնում են ուրիշ բան որ այդ պայքարը պետք է լինի բանով ինչ որ կանոններով պետք է լինի Եվ համակարգված պետք է լինի եւ այն ինչը որ ասենք հիմա էլ օրինակ այդ fake news-ը որ լրատվամիջոցներով տարածում է ես դրան դեմ եմ որովհետեւ դա չպիտի մարդու տեղեկատվական իրավունքը բանարվի չարաշահվի քաղաքական նպատակահարմարությամբ էլ ես լավ եմ գտնում դու ավելի լավ ես դու կարաս իմ խոսնակել ես հիմա մասա բարձա որ պիտի լինի երկարատև բան որը կլինի կռիվ կլինի չգիտեմ ինչ դատեր եսի ինչ բան է բայց դա բնական բան է որտեղ մենք կարդում ենք ասենք չգիտեմ Անգլիայում ոնց է եղել եսի ինչ Ամերիկայում ոնց է եղել եսի ինչը ոնց է եղել եւ այլն մենք հասկանում ենք որ կամ ճորտատիրական կարգերը ոնց են Ռուսաստանում վերացել մենք հասկանում ենք որ դա երկարատև process է լինում ու ինչքան երկարատև է լինում այնքան դրա արդյունքները լինում են մնայուն Մենք այդ դա մամուլ ունենք Հայաստանում, որտեղ արևմուտքը պահանջում է, որ մենք ունենք մամուլ։ Դա չի ծնվել ինչ որ բնական, երկարատև եւ մեր ինչ որ հարատև կամ կայուն շահերից բխելով, որովհետեւ մամուլը ինքը ի սկզբանե ստեղծվել, ասենք օրինակ առավոտ թերթը կամ ազգը, բան, արևմուտքը չասես, դու պետք է մամուլ ունենաս, բանը ստեղծի։ Ին մարդիկ պահանջը զգում են ստեղ մամուլ ունենալ, սկսում են ստեղծել իրենց մամուլը, ինչպես օրինակ բանը Ֆրանկլինը բաներ մամուլ ստեղծելու ցանկություն ունեցավ եւ ստեղծեց մամուլ Ամերիկայում ու հետո սկսվեց տարածվել Ոնց եղավ դա Հայաստանը դարձավ Հայաստանի Հանրապետություն հակագաղութային պայքարի արդյունքում դա տեղի ունեցավ եւ դա միայն ասենք 1776 թվականին ոչ սկսվեց դրանից առաջ 40 տարի ընթանում էր process հենց գաղութային իշխանությունների դեմ եթե գաղութը սովետական միությունն է մինչև սովետական միություն Հայաստանը մամուլ ունեցել է որը հանդիսանում է առաջանում է նաև կարիքը մամուլի Հովջան արի անկեղծ խոսենք չի գալիս ասում մամուլ ստեղծի դու մամուլ ես ստեղծի արևմուտքը հետո գալիս է իր մամուլը ռոպագանդա է չէ ասում է այս օրենքը փոխի սովետի ժամանակ կարսամիզդատ որը մտնելու համար դու սկսում ես բան անել պարտավորություններ ես վերցնում սկսում ես բան բայց Եվրոխորհուրդը մենք մտել ենք 2001 թվականին իսկ դրանից առաջ արդեն ես այդ իրավական կարգավորումներ չգիտեմ բայց ենթադրում եմ որ խորհրդային Լևոն Տեր-Պետրոսյանը երբ որ 95-94 թվականներին մամուլներ էր փակում 15-ից ավելի ամեկը փակեց այդ որտեղ ստեղի առաջացած մամուլը չէ արևմուտքն էր առաջացել հա Հովոտ ջան բայց դա ոնց է լինում հետո դա ոնց է բացվում հետո ոնց է էլի փակվում դա լինում է որովհետև կան հիմա շողակաթը փակում է երկիր մեդիան փակել է Հայ2-ի վրա ճնշումներ անում առավոտը իր գրասենյակից 30 տարվա հանեց դուրս Գարեգին Խումարյանի դեպքը ասեցինք այս տեսալսողական մեդիան օրենքը որ սաղս է հասկանում ենք կոպիտ ցենզուրա է ուր է արևմուտքը խիձեն չի անում ձեն չի հանում որովհետև իր մամուլը կա բանին ֆակտոր TV-ին է ձեռ տալու ոչ կարողանալու է ասենք այդ պրո-եվրոպական մամուլներին ձեռ տալ իհարկե ոչ այս օրենքով կարողանալու է փակի ռուսական ալիքները իհարկե այո Հիմա գանք մի վարքան էլի հիմա գանք ըստ էության Հովոտ խնդիրն է նա որ ես համաձայն եմ քեզ հետ որ այն մամուլները որոնք ու դա համակարգի տրամաբանության մեջ է մտնում այն որ մամուլը որը չունի տեր ինքը չի կարող գոյություն ունենա
Այսինքն մամուլը պիտի ունենա կամ կուսակցական, կամ արտաքին, ինչ որ մի հատ տեր, որը իրան ապահովում է ֆինանսական միջոցներով, որովհետև ներօրենսդրական, մեր ներհայաստանյան օրենսդրական բաներով չկան այդ մեխանիզմները, թե ինչպես պետք է մամուլը փող աշխատի։ Այսինքն ոնց ումից պետք է ֆինանսավորվի մամուլը։ Եվ մամուլը դրա արդյունքում ֆինանսավորվում է բանով, շանտաժով։ Այսինքն ես ավետիքի մասին ուզում եմ ինչ-որ բան գրեմ, ավետիքին ստեղծած փողը տալիս, ասում է մի գրի դրա մասին, կամ կռիշով։ Ես իմ ինչ նախագահ, ասենք ես իմ առաջին, երկրորդ, երրորդ նախագահ, ասում է դու միացի իմ թիմին եւ այլն, ես քեզ կամ փող կտամ, դու բաները։ Ուրիշ բան Հայաստանում չկա, բայց մամուլը չի կարող այդպեսին լինի, Հովո ջան։ Մամուլը պիտի անկախ հիմա ասածս ինչ է, ինչ տարբերություն դատախազնա կոռուպցիա անում, թե խմբագիրն անում։ Այսինքն ինչ տարբերություն, այսինքն մենակ այնա, որ այս մարդիկ դատվում գնում նստում է, թե որ դրա այդ ինֆորմացիան չի հասնում հանրությանը, բացահայտումը չի հասնում հանրությանը։ Հասկանում ես, հիմա դու ասում ես, որ արևմուտքը ինչի ձեն չեմ, որովհետև քաղաքական բան կա, շահագրգռվածություն կա, Ռուսաստանն էլ ձեն չի հանի, երբ որ ասենք եսի միջը ֆակտորը փակեն, բայց երբ որ ORT-ին ձեռտես կամ Sputnik-ին ձեռտես, ինքը ձեն կգա։ Հիմա դա պարզ է, Հովո ջան։ Նախ առաջին, ինչու պիտի այլ պետությունների բաները, հետաքրքրությունները բանարվեն Հայաստանում։ Այսինքն պրոյեկտվեն, այսինքն իսկ որ պետությունները կան, եկեք արաբական երկրներն է կանչենք, Իրանին է կանչենք, մի հատ ռադիոկայան տանք, եսին Վրաստանն է կանչենք, իսկ խիպտի Վրաստանը այստեղ ինֆորմացիոն բան չունենա։ Հասկանում ես, այդ որն է սահմանը, ով կարա ունենա Հայաստանում բան։ Դա բացատրվում է, ես բացատրում եմ դա քաղաքականություն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր լրատվամիջոցներն են, այն մարդիկ, ովքեր ունեն քաղաքական մասնաբաժիններ, ըստ այդ մասնաբաժիններ էլ ունեն լրատվամիջոցներ։ Եվ դա այնքան ակնհայտ է, որ շատ լուրջ մարդիկ, հարգելի մարդիկ եւ այլն, որ ասեն կանչում ես, որ գա քյուր իր հետ հարցազրույցին, ինքը ասում է, չէ, ես մենակ էս ինչ եմ գնում։ Ու դու հասկանում ես, որ իրան ֆինանսավորողը, ասենք, այս ինչ քաղաքական թիմն է։ Ու բայց դա չի նշանակում մամուլ։ Այսինքն մամուլի լրատվամիջոցի դա նշանակում է, որ ուղղակի ինքը գիտի մամուլի դաշտում։ Այդ խնդրումը առանձին քննարկելու հարց է եւ երկրորդը ով է որոշում, ով է լրագրող։ Ով է որոշում։ Գործունեությունը մարդու։ Որևէ բան, հիմա նայ, Հովո ջան, հիմա որևէ մինիմալ բան չկա, որ ասենք գրագիտություն, չգիտեմ, բարեխղճություն, պրոֆեսիոնալիզմ, ասենք մենք խոսում ենք նրա մասին, կան լավ լրագրողներ եւ օրինակ վատ լրագրողներ։ Եթե լրագրողը չէ, իսկ ոնց ես որոշում լրագրողը չլրագրողից։ Ոչ թե լավ ու վատը, չէ, լավը վատը հասկանում եմ։ Ցանկացած գործող չի, որ կարող է լրագրող կոչվել։ Բլոգերը ուրիշ բան է, բլոգերը ուրիշ պատասխանատվություն է, լրագրողը ուրիշ։ Նույն ընդհանրում եմ, օրինակ եթե լրատվամիջոցում է գործում, որը պարզվում է, որ չունենք մենք ռեգիստրացիա, եթե ունենայինք ռեգիստրացիա, որը լրատվամիջոցում գործող է եւ փոխանցում է տեղեկություն հանրությանը, այդ անձը կկոչվի լրագրող, հա, բայց փաստորեն մենք չունենք եւ այտենց վակուում է առաջացել։ Այո։ Ուրեմն այդ վակուումը պետքա խնդիրը լուծվի, այսինքն պետքա լինի այդ գործակալությունը մամուլի, որը կտա լրատվամիջոցին ստատուս, այնտեղ աշխատողը կլինի լրագրող, բայց այնտեղ մենք ունենում ենք նաեւ անկախ լրագրողի հարցը, այսինքն ինքը պարտադիր չի լրատվամիջոցում աշխատի, այլ լրագրության մեջ, լրագրության ոլորտում աշխատի։ Հիմա ինչա իշխանության ձեռնտու այս հեղեղուկ իրավիճակը։ Որովհետև Նիկոլը հենց այն լրագրողն է, որը վատն է եղել, ասում իրավական անորոշության պայմաններում հնարավորություններ է թողում է, այո, ինքը թողում է, որ համատարած մնա կոռուպցիոն մի հատ մակարդակի վրա, ցածր մակարդակի վրա, որովհետև այդ լրագրողները, որոնք ասենք հետաքննում են, որոնք ինչու բան են բացահայտում եւ այլն, ինքը ասում է, դե ասենք ես իմ Քոչարյանի ֆինանսավորած ես իմ իշն են, պարզա որ պիտի այդպես լինի։ Այդ իրավիճակում հեշտ է պիտակներ կպցնել։ Ինքը հեշտ է դա անում, հասկանում ես, ու դրա համար ինքը
այն մարդիկ, որոնք փորձում են ասենք անկախություն պահել, եսի միջանել եւ այլն, իրենք առաջին են հարվածի տակ ընկնում տարբեր ճամբարների կողմից։ Հիմա բայց մենք ոնց պիտի դա անցնենք։ Մենք պիտի անցնենք մեր ինչ որ մեկը չի գալու մեզ սովորացնի, որ ասենք հացը այսպես են թխում կամ մամուլը սա։ Մենք մեր մեջ պիտի կարողանանք հասկանալ դրա անհրաժեշտությունը։ Դե այստեղ պետք է ընդունենք, որ խոսքի ազատության իսկ իրական պիտի ընդունենք, որ իրականում խոսքի ազատություն Հայաստանում չկա եւ մենք դրա մշակույթն չունենք։ Վիսոցկի մատերք ունի։ Այն իմաստով տես օրինակ Միացյալ Նահանգներում երբ որ պետությունը ստեղծվում էր եւ Սահմանադրության 2-ից 10-րդ փոփոխությունները, որ հենց Bill of Rights, հենց իրավունքների մասին էր եւ 4-րդ կարծեմ 4-ը չէ թե 5-րդն էր որ խոսքի ազատության էր վերաբերում, դա ուղղակի կերպով անդրադարձված է իրենց Սահմանադրության մեջ, որտեղ մշակույթի մեջ կա։ Մեր մշակույթի մեջ, մեր ավանդույթների մեջ չի եղել, շատ ենք լսում, բերան այդ փակի կամ լսի մեծերը ինչ են ասում կամ այս կամ այն, հա, այսինքն ապրիորի ինչ որ մարդկանց կամ մարդկանց ինչ որ խմբի խոսքին տրվում էր ավելի մեծ կշիռ եւ նրանց դրա հետևանքով տրվում է ավելի մեծ իրավունք կամ լիազորություններ, հետևաբար ստորադասում են մյուսների իրավունքները կամ լիազորությունները, եւ ամեն դեպքում պետք է դա ընդունենք որպես հիմնարար խնդիր այս ոլորտում, հա, եւ եթե ուզում ենք լուծել այս հարցը, այսինքն դառնանք նորմալ պետություն, որտեղ խոսքը ունի կշիռ ազատության շնորհիվ, ոչ թե հակառակը, ազատության շնորհիվ խոսքի կշիռը նվազում է, հա։ Մենք պետք է կարողանանք անցնել այդ մշակութային տրանսֆորմացիայի միջով։ Ցավոք հիմա հետ ենք գնում։ Այսինքն այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, ինքը հետ է տանում այդ։ Դե այստեղ գրաքննության առաջ բացել են դռներն ու դարպասները, այո։ Որպես Եվին մամուլի խմբագիր։ Եվ այդ իմաստով, եւ այդ որ ինքը անդադ պրեսինգ է ենթարկում ու այդ ամեն ինչը ոչնչացնում է, եւ երկրորդն այն է, որ ընդհանուր մակարդակն է ընկնում։ Պրեսինգ այդ 168 AM-ում ուրիշ հաղորդա շարի անվանում էլի, աս ճնշումներ։ Հա, ճնշումը։ Այդպես հաղորդում չգիտեմ, հա, ճնշում։ Պրեսինգ կա էլի։ Բայց շատ սրամիտ վերնագիր է, որ համ անուն պրեսնա, համ պրեսինգը բառը։ Եվ երկրորդ այդ ընդհանուր մակարդակի ընկնելն է, որ ասենք հիմական խմբագիրներ, որ հայերեն չգիտեն, բայց համարվում է խմբագիր կամ ասենք չի կարող ենթական ստորոգել համաձայնեցնի, բայց համարվում է բան, որը ասենք չես կարող գնաս Ռուսաստանում ռուսերեն չիմանաս, ենթակա ստորոգելը չկարնաս համաձայնեցնես ու կոչվես լրագրող, էլ քեզ ոչ մեկ լուրջ չի ընտրի։ Խոսքը չհասկացվի, հա, քեզ այսինքն Անգլիայում էլ չես կարա, չգիտեմ, կասեն դու ով ես, գնամ այդ անգլերեն սովորի նոր արի։ Անգլիայում ուրիշ լուրջ բան էլ կա, պլանկա էլ կա, որ եթե ասենք դու ինչ որ քո լուրով ինչ որ մեկին վնասել ես օրինակ, ապա տեղեկատվությամբ դու կարիերդ ավարտվում է։ Հա, այդտեղ կդատվես եւ քանի որ իմ կրթությունը լրագրության արևմտյան ու բացի դրանից ծնողներս էլ են լրագրող եղել իրանց դրա արևմտյան, դա ասենք էթիկայի խախտումները շատ լուրջ է համարվում այդ արևմտյան լրագրության մեջ եւ Հայաստանում ասենք համատարած դու կարաս տապա տեղեկատվություն տաց, սխալը անձին սխալ ներկայացնես, սխալ պատմության, հատուկ շուտ գրես, նաեւ հատուկ, հա, ինչ ուզես սկանդալ է, արվում է, այսօր ասում ես դուք բան եք արել, սխալ եք ներկայացրել, բանը, իրանք քեզ են կարգի հրավիրում, փոխանակ ասեն ներողություն են խնդրում։ Հիմա մեծ ուրիշ հարց էլ կա, ասենք լրագրողը չի հասկանում։ Այսինքն դու իրան խնդիր ես բացատրում, ինքը ուզում է բան, որ այսի քնես նրա հետ, այնի եսի ինչ արեց եւ այլն, սենսացիոն բան ասում, բայց շատ թեթև եւ բան։ Ու պիտի դու ասենք շատ պարզ, ասենք 7 տարեկան երեխաներից ես բացատրում ինչ է բան։ Ասենք լրագրողների մի մեծ խումբ կա, որ ասենք իրանց հետ շփվելուց դի շատ պարզ բառերով եւ բաներով բացատրես։ Հիմա մի կողմից նայ Նիկոլ Փաշինյանը շատ ձեռնտու է իրավիճակը։ Շատ Այսինքն ինքը իր բռնապետական բաները, որ պիտի ամեն ինչ ենթարկվի իրան պետք է գովերքեն, եսի միջանեն եւ այլն, ինքը օգտվում է այն հարմար իրավիճակից, որը առկա է։ Այսինքն իրան դիմադրող այդ ուժը շատ թույլ է, չկազմակերպված է, կոռումպացված է, չգիտեմ ինչա եւ այլն։ Դա համար իրեն դա ձեռնտու է, բայց ում դա ձեռնտու չի։
Մեր ազգին ձեռնտու չի։ Հասկանում ես, մենակ մեր ազգին է, բայց օրինակ Բայց բոլոր ղեկավարներին դա ձեռնտու է եղել։ քանի ասենք 100 մարդ է ճանաչում Հայաստանում, որ կասի, որ ես ուզում եմ մամուլի վրա փող ծախսեմ, որ որակյալ մամուլ բանանամ, կարդամ։ Մի Չէ, ուզում ասեմ, դե շատ չեմ հնչեցնի։ Հիմա իդեպ սա Տերանն էլ մոտ նամակ ունի, ասում է, որ ոնց է էլի, որ երբ որ ռուսական, ասենք, ռուսերեն ինչ-որ բան են ուզում անեն, պատրաստ են, ասենք 10-20,000 ռուբլի տան, բայց երբ որ դրա հայկական են անում, 100 ռուբլուց ավել չեն տալիս։ Հայերի մասն է խոսքը, հայ մեծարուստների մասն է խոսքը։ Այսինքն դա բարձր, ասենք, ուրեմն 100 անգամ ավելի Թիֆլիսը հայ մեծարուստների, որտեղ հայ մեծարուստները ժամանակ հիմնականում Թիֆլիսում են։ Չէ, Մոսկվայում էլ կային։ Կային։ Մոսկվայի հայ համայնքը այն ժամանակ էլ շատ առաջադեմ բաներ։ Ֆրանսիայում էլ կային, Պորտուգալիայում էլ կար։ Չէ, Տերյանի ժամանակ դա Պորտուգալիա չէինք հասել։ Բայց Տերյանին էինք։ Ռուսաստանի Մոսկվայի հայ համայնքի ղեկավարը Ստեփան Մամիկոնյանը ուրեմն Տերյանը եղել է նաև իր քարտուղարը, ասես մարդ է եղել է, իր աղջիկը Աշխենը եկել է Որփանոսներում աշխատել է, նույնիսկ ինձ թվում է բանի հոգեկան խանգարում է ստացել, չի ամուսնացել, բան Հայաստանում հետո այդպես էլ չի ընդունվել, Ստեփան Մամիկոնյանն եկել է Հայաստան դառել է բանի խորհրդանի падգամավոր ու օրինակ Տերյանի կենսագրությունից հանված է, որ Ստեփան Մամիկոնյանի աննազգանն է, բայց ինքը մարդ է եղել, որը ակտիվ աջակցել է, բանարել եւ այլն։ Ուզում ասեմ, այն ժամանակ էլ այդպես չէր էլի, որ հայությունից կտրված էր բանը, այդ Մոսկվայի հարցները, հայա։ Լավ, այս թեմայով շատ չխորանանք, որտեվ շատ կխոսենք։ Ուրեմն մյուս խնդիրը շաբաթվա, որ անցած կիրակի տեսանք, դա այն էր, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր, չգնաց պատարագի ու մենք ունեցանք շատ հանգիստ խաղաղ կիրակվա շրջաներ։ Աղանդավոր շրջի քապրախումբը չուներ ուղղորդը առաջնորդը եւ չգիտեին ինչ անեին, փաստացի եւ ես ոչ մեկ ոչ այդպես ցուցադրաբար ցուցամոլությամբ չգնաց որևէ տեղ ծնկի չեկավ պատարագի չմասնակցեց եւ ակնհայտ է դառնում, որ այդ մարդիկ ոչ հավատավոր են, ոչ ինքնուրույն են, ոչ էլ կարող են երբևէ ինքնուրույն լինել, որովհետեւ իրենք ստրուկ են։ Հոգով եւ այո, եւ դրա մասին մենք խոսել ենք, պետք է ազատագրենք։ Այն վրա հույս չտնեք։ Ու այստեղ տեսնում ենք այդ ժողովրդական խոսքի ինչքան բան է, չէ՞, ճշգրիտ է, որ ձուկը գլխից է հոտած։ Եվ տեսնում ենք, որ չկա Նիկոլ Փաշինյան, չկան բաներ, իրարանցումներ, սադրանքներ, չգիտեմ, պարակտումներ եւ այլն։ Գրեղ շնչել վրա պարակտումներ։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուրեմն գնացել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցում էր բաների, այսպես գագաթնաժողովի քննարկումների եւ այլն, ու այս ֆոնի վրա ես ուրեմն զուգահեռ եմ ուզում տանեմ այդ բանը, որ օրինակ ասենք վեհապարի եղբորը Եզրաս Սրբազանին, որ ասում են, որ ինքը բան է, իբր գործակալ է եւ այլն, եւ ինչի գործակալ է, KGB-ի գործակալ է։ Ու ոչ մի անգամ չհնչեց KGB-ի իրավահաջորդի FSB-ի անունը, այսինքն այդ մարդը գործակալ է ու հիմա էլ է գործակալ, ինքը արդյոք չաշխատող կառույցի գործակալ է, թե ինքը FSB-ի գործակալ է, չէ՞։ Հիմա ուրեմն այս հարցը չհնչեց, ինչու՞։ Բայց պիտակավորվում էր օտար երկրի ազդեցության գործակալ, ոչ թե չեղած երկրի գոյություն չունեցող կազմակերպության կողմից այլ որ եսիմ ինչու, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է Սանկտ Պետերբուրգ, կարող է իրան ասեն, ես ինչ է FSB-ի մասին ասում, ինքը չկարողանա դրան պատասխանի եւ դրա համար իսկ KGB-ն շատ եւ հեշտ է, տես չկա այդտեղ
եւ նաեւ մարդկանց համար այդ իր, չգիտեմ, ընտրողների կամ ինչի համար շատ հասկանալի անունը KGB-ն եւ այդպես կասում անցնում են որովհետեւ FSB որ ասեն մի հատ պետքա բացատրեն FSB-ն որ նա FSB որ ասեն բացատրեն թե ինչ են ասել FSB դե հիմա այդ Զախարովային այդ հարցը տալիս են Միջել Զախարովան էլ շատ սրամիտ պատասխանեց որ եթե Ռուսաստանի հետ ինչ որ գործակալ եք ուզում փնտրեք ով է ամենաշատը խոսում հայ-ռուսական բարեկամությունից դա Նիկոլ Փաշինյանն է ով բանից հարաբերությունները զարգացնում մենք զարմանալ մի բան էլ բարձրացինք այսօր եւ Զախարովան ասաց կարող եք հենց Նիկոլ Փաշինյանի մեջ գտնել գործակալին բայց այս եզրս Սրբազանի հետ կապված շատ կարևոր է շեշտել որ այդ փաստաթուղթը կեղծ է որովհետեւ նախ եւ առաջ մենք չգիտենք արդյոք ԱԱԾ-ն տվել իրանց թե ոչ երկրորդ KGB-ում փաստաթղթավորումը իրականացվում է ռուսերեն։ Ուրեմն Օրագիր News-ը պաշտոնական հարցում է ուղարկել ազգային անվտանգության ծառայությանը, խնդրելով, որ մեզ էլ տրամադրեն Civic AM-ին տրամադրած այդ փաստաթուղթը։ Ես 100% վստահ եմ, որ ոչ մի փաստաթուղթ էլ ԱԱԾ-ն մեզ չի տրամադրելու, եւ դրանով հիմնավորվելու են, որ դա ինչ որ ասենք նոթբուքի վրա սարքած ֆալշիվկա է։ Պարզ երևում է թղթից որ ֆալշիկա բայց երբ եք դիմել երբ ակնկալ ենք չէ ուրբաթ օրը ենթադրում ենք որ տոներից հետո կլինի վերջնական դա այսինքն չեմ պատասխանելու ես վստահ եմ ես ասեմ թե առհասարակ զարմանալի բան պարզվեց որ Հովիկը Զախարովային է լսում իմ համար զարմանալի սիրում ենք բանը տալիս է հա լավ ես մեկա ես Մայա Կալասին եմ լսում Մայա Կալասն էլ ասում է բանը օգնելու եմ որ Նիկոլաս անցնի Facebook-ով եթե Զախարովը ու Կալասը գալիս ես ոչ մեկին եմ նայ ոչ էլ մյուսին այդ փաստաթղթի մասին մի հատ կարևոր բան ասեմ ուրեմն ինչ որ տեխնիկաների ցանկ կա որոնք պետքա ԱԱԾ-ն թույլտվություն տա որ Մաքսը զերծվի բան ուղիղ եթերի սարքնա եսիմի ռադիո հաճախականությունները եւ մնացած տարբեր բաներ ու դրանք երբ որ դու դրա դիմումը ներկայացնում ես ու թույլտվությունը գալիս է դու դիմումը ներկայացնում ես ռուսերեն ու պատասխանը գալիս է ռուսերեն երբ որ ասում եմ որ եզրասը բան հայերեն ազգային KGB-ն չգիտեմ ինչի եւ այլն միջև հիմա ԱԱԾ-ի այդ բանը թույլտվությունները գալիս են ռուսերեն միջև հիմա ասեմ մի բան որ գնաս փնտրես գտնես ասենք եթե գնաս այդ փաստաթղթաշրջանառության հետքերով հաստատ այդ թուղթը ինչ որ բայ գրում է Մոսկվա Դաբրոստանում հետ է գալիս դրա համար այդ կբացատրի ԵԱՏՄ օրենքներով բաներով մնացա միջով բայց FSB-ի Դաբրոն որտեվ այդ մարդը որ դա կարդալի է Xerox անելը պահելա թղթերում ու ստորագրելու է, այդ մարդը ռուս է։ Այդքան բան։ Հալուրջ։ Հայաստանում չի։ Մի հատ Հայաստանում բան էլ կա։ Այս ԿՊ-ն իրանք տենց իդեպ այդ թղթերը ես պահում եմ, եթե ինչու մեկ, որտեվ պետքա պահեմ, էլի որ գնասեն դա ոնց է որտեղից քեզ, ես պետքա դա ունեմ։ Հա, իդեպ մի հատ էլ բան ասեմ։ Ուրեմն դա վերահսկվում է, բայց այն արկու վաճառքը չի վերահսկվում։ Այսինքն որ հետո ասենք լիստայում դնում վաճ, որտեվ ես մի հատ ուղի սարք բերել եմ, մի հատը ձեռի վրայից առել եմ։ Այդ երկրորդը ձեռի վրայից առածի հետևից ոչ ոք չի գալիս։ Բայց որտեվ դա արդեն մտածա Հայաստան։ Այսինքն դրա կոդերը եւ այլն կա էլի որ ոնց է։ Կներես հոճ։ Ինչ է ասում։ Հա, մյուս զարմանալի բանն է, որ այս տղաները եւ աղջիկները քաղաքացիական պայմանների իրենց տենց լուրջ հակասովետ են Երևակայում։ Իհարկե մյուս կողմից չմտնենք այն համատությունների մեջ թե ինչքան նման են այդ բանին բռնաճնշողներին սովետական տարիների, բայց եթե հակասովետ ես պետքա բնականաբար այսինքն թե ինչ որ բան ատում ես, պետքա լավ ծանոթ լինես, չէ՞։ Օրինակ մեկը Նիկոլին ինչ որ մարդիկ ատում են, լավ նաև ծանոթ են։ Բայց այսինքն այս օրինակ Ռուբենը Ռուբինյան, որ այդ Կասյանի փողոցի անունը փոխելու այդ մեծ ջատագովներ անպայման պետք է այդ բոլշևիկի անունը փոխվի, բայց չգիտի որ KGB-ում բանն է ռուսերեն են փաստաթղթավորումը իրականացնում։ Այսինքն հակասովետ էլ չէ։ Ուրեմն բերեմ մի շատ էսպես controversial օրինակ Հասմիկ Հակոբյան կա, այս որ Ալենի քարտուղարուհիներ հետը դարել է падգամավոր։
Հա, ուրեմն դա ասում եմ բանով գնում էի, նոյեմբերանով գնում էի նավիգացիան եսի ինչ ասում, մեկը տեսա նոյեմբերի 29-ը փոխուց, ասես ինչ է։ Ասում եմ գրեցի նոյեմբերի 29-ը ինչա, բերեց որ Հայաստանի խորհրդային ազգանունն է, ինչպես կարող է Հայաստանում այդպեսի օր։ Բայց նոյեմբերյանն էլ պետք է միատի մարը նոյեմբերյանը ինչի է նոյեմբերյանը։ Օկտեմբերյանը ինչի է օկտեմբերյան միատել է բարձր չէ, մեկը 9 տոմարով, մեկը 9 տոմարով։ Այստեղ բավարել է այդտեղ են գտել, հա, 9 տոմար, 9 տոմար։ Բավար ասենք մի քիչ հասկանա, որ ասենք մայիսյան գյուղը ոչ թե մայիսյան բզեզյանով, այլ ասենք ապստամբության անով։ Դե ինչալոց բերեմ մի շատ էսպես controversial, այս անգլերեն ասած օրինակ, մոտապես 2 թե 3 տարի առաջ Երևան քաղաքում արաբկիրի փողոցներից մեկը վերանվանել է Գևորգ Վարդյանի անունով, որը խորհրդային KGB-ի այն դասագրքային հերոսներից է, այսինքն իր գործունեության մասով, այս նույնիսկ այսօրվա FSB-ն դասագրքերում դասավանդում է Գևորգ Վարդյանի գործունեությունը առանց իհարկե մատնանշելու եւ այլն, բայց ունենք, հա, Գևորգ Վարդյանն, ասենք ինչ որ մարդկանց համար հարգելի կերպար է, իմ ընկերների ազգը կա եւ այլն, բայց անվանակոչել Երևանում 22 թե 23 թվականին KGB-ի Բարսասիճան եւ կարկառոն գործակալի անունով փողոց եւ մի հատ էլ հետո սկսել պիտակավորել ինչ որ մեկին KGB-ի գործակալ, դա երեսպաշտության եւ երկերեսանության, եթե չասենք բազմերեսանության վառ օրինակ է, որովհետեւ Դեմիրճյանի արցանն են դնում, որը KGB-ի հետ ամենասերտ համագործակցության մեջ է բնականաբար եղել, կամ կարծեմ Քոչինյանի փողոցը Տերանի բանը փոխեցին Քոչինյանի անունով։ Բայց դա Զարոբյանի Միկոյանի փողոցը կար, որ Եղվարդի խճուղի մի մասը վերանվանվեց Միկոյանի նավակ ճոճողը եւ բանը այդպես փրփուրը բերանին ներկում էին, ասում են մենք միշտ կնստենք, էսի միշտ կանենք, բայց Միկոյանի փողոց չգնալու, հետ եկան իշխանության ես սպասում երբ են Միկոյանի արցանը բերելու հետ որ մի պահ հայտնվեց նորից բանով դա ցուցիչներ են, որով իրենք ցույց են տալիս բան էլի կայսրությանը իրենց հավատարմությունը եւ կամ մի հատ էլ շատ ուժեղ բան, այդտենա որ հիմա ԿՊԱ-ականների մեջ հիմա չէ 20 թվից էս կողմ շատ տարածված բան է դա, որ Նիկոլին համեմատում են Միասնիկյանի հետ, որ սկսում են մեր Միասնիկյանն է եւ այլն, ու երբ որ ես ասենք մի երկար ժամանակ էլի տարբեր մարդկանց ընկերների, չգիտեմ, բաների փորձում ասել, որ Միասնիկյանը դա մեծ առաջնորդ չէ, էլի Լենինի բաներ ուղարկել են Հայաստանում, այո։ Ու դա շատ սիմվոլիկ է, էլի, որ մարդիկ Միասնիկյանն ասում են իբրև այդպես մեծ առաջնորդ ու Նիկոլն էլ են հասկանում, բայց իրական գործուղված մարդ էր, որը եկել էր Հայաստանում կարգուկանոն հաստատել։ Դե մենք անկախ Հայաստանի կերտման առաջին օրերից ի վեր ունենք մի մեծ խնդիր։ Այդ մեծ խնդիրը օրինակ մեզ Բալթյան երկրներում լուծել են, հա, դեկոմունիզացիայի տեսքով, մենք դրա մեջով չենք անցել։ Մենք դեկոմունիզացիա չենք արել, մենք լյուստրացիա չենք արել։ Բայց այդտեղ մի հատ ուրիշ պահ էլ կա, պետք չէ։ Գիտեմ, ասեմ, մենք փոքր ազգ ենք, իրար հետ շատ ավելի սերտ կապեր ունենք։ Ասա։ Դա գալիս է նրանից, որ մենք մեզ չենք սիրում։ Մենք մեզ սիրում ենք ուրիշի աչքերով։ Օրինակ, մենք սիրում ենք, որ ասենք, Բաղրամյանը, բաների, զորքերի հրամանատար էր, Իսակովը, եսիմ ադմիրալ էր, եսիմ ինչեր եւ այլն, բայց մենք այդպիսի դեմքեր ունեցել ենք, ասենք, աշխարհի բոլոր բանակներում։ Ասենք եւ Օսմանյան բանակում ենք ունեցել, եսիմ Ենիչերիներ են եղել հայկական արմատներով, եսիմ ինչեր են եղել եւ ուղղակի մենք ունեցել ենք ռազմածովային ուժերի քարտուղար Պոլինատիոսը։ Բայց քանի որ մենք եղել ենք բանի ռուսական ազդեցության տակ, մեզ համար հատկապես սիրել են այս բաները, բայց ինձ համար ես որպես հայ, որպես չգիտեմ 40 տարի ես երկրում ապրող, որ շատ սիրում այս երկիրը եւ այլն, իմ համար ասենք Խմբապետ Չոլոն շատ ավելի սիրելի մարդ է, որ ասենք կռվել է միայն Հայաստանի համար։ Հա ունեցել է 20 հոգանոց ջոկատ, ունեցել է չգիտեմ ինչ, անգրագետ է եղել, քարտեզներ չի հասկացել, բայց շատ քաջ մարդ է եղել, շատ չգիտեմ ինչ արել, Դաշտադեմի ամրոցը գրավել է։ Դու Տումեցի Թևանի անունն էլ պետք է իմանաս։ Այդ եմ ասում, հիմա Թևանը, որը
Արցախի համար կռվել է, որ բան, բայց այդտեղ արդեն նժդեի մեծություն ենք, էլի տեսնեմ, որ ինչա նշանակում քաղաքական գործիչ ու առաջնորդ, որը իր անձով փոխվում է ամբողջ պայքար, ասենք Թևանի կռիվը քաղաքական չի, ինքը ուղակի այտենց ազգապահպանման կռիվ է տալիս ու ձախողվում է, իսկ նժդեը որ քաղաքական է ու որ ինչա նշանակում առաջնորդ, ինքը ոնց է Լեռնա Հայաստան անուն տալիս, չգիտեմ, սպարապետ, խորհուրդներ, իր անունով եւ իր խոսքով է փոխում, բայց Թևանը ինձ համար շատ ավելի սիրելի է, շատ ավելի քան թե ասենք Բաբաջանյանն, որ ասենք տանկային եսիմ ինչի, ինչ, կռվել է գերմանացիների դեմ, ինչ։ Բայց որ կռվել է Հայաստանի համար, ես քո հետ համաձայն եմ։ Ու դա անընդհատ շարունակվող բան է։ Մենք մի անգամ դրա մասին ասել եմ երևի, թե որ բանով, որ 90-ականներին չէին ասում, թերթերը չէին գրում Ղարաբաղյան պատերազմ, ասում էին կռիվներ, Ղարաբաղի կռիվներ։ Ու ես ներկա եմ եղել որ ասենք բանում շատ լուրջ պատմաբաններ, շատ լուրջ մարդիկ, ինտելեկտուալներ, դոկտոր, պրոֆեսորներ եւ այլն ասում են, ասենք ինչ կռիվ, ինչ ոնց ասենք, դա պատերազմ չէ, պատերազմը Ստալինգրադն էր, ճակատամարտը, եսիմիշներ, այսքան միլիոն, այնքան միլիոնի դեմ եւ այլն, այստեղ ասենք 20 հոգով, ասենք 50 հոգու հաղթել են։ Դա ինչ ասենք, ճակատամարտ ասենք։ Այդ դա քոնը չսիրելու արդյունքն է, որ դու քեզ փոքր ռեսուրսներ հասելու եւ ստորադասվելու մեր որ ասենք մենք քիչ ամոթա, չգիտեմ ինչ, ասենք հայերեն խոսելը, սխալ խոսելը ամոթ չի, բայց ռուսերեն սխալ խոսելը ամոթ է։ Մեր օրենսդրության մեծամասնությունը, որ գրած է, չէ, սխալներով է գրված։ Այսինքն տառը սխալ չկա այդ օրենքի մեջ, բայց այդ մասով, չգիտեմ ինչով, հոդեր, բաները, կապեր, կապական բառեր ու հոլովները շատ են սխալները, շատ, որ ասենք իրավունք ունի տեղեկանալ, չէ, բայց պետք է իրավունք ունի տեղեկանալու։ Եթե գնաս ընդունելության քննության գրես, իրավունք ունի տեղեկանալ, միավոր կհանեն։ Բայց օրենքներում բոլոր օրենքներում գրված է իրավունք ունի, այս ինչ։ Ու կարդում ես, ասում ես, սա պետություն է։ Կներեք։ Սիրտս բացի համար։ Ոչ, պատամ։ Այս շաբաթվա մյուս իրադարձությունը ուրեմն այն էր, որ ազգային ժողովի падգամավորները ցնցող նորություն է, էլի, անակնկալ ստացել են 3 միլիոնական դրամ պարգևավճար։ Ես պարզեցի 2.9-ը։ Ասում 2.900,000 եղել, հա։ 3 չի եղել։ Ազգային ժողովի падգամավորից եմ պարզել։ Չեմ ասում։ Դե կողմը դահակ է ունեցել 100-ը քաշել։ Չէ։ Ուղղակի գիտեմ, որովհետև ինքը խմբակցությունից է, որ ճիշտ պարգևավճարը բարեգործական նպատակներով են դուս խմբակցություն կա, որը ամբողջությամբ ուղարկում է բանի։ Անդիմադիր խմբակցությունները, այո, սկզբունքորեն ունեն այդ ուղարկում են բոլորով բարեգործական նպատակներով են ծախսում։ Ես չեմ հավատում դա։ Բոլորով ուղարկում են։ Դե մենք այդպես են հայտարարում ամեն դեպքում, այդպես են հայտարարում։ Ես ճիշտ ասած գիտեմ, ասենք ումից որ իմացել եմ, ես ընդհանրապես Արի չունեմ իր ազնվությանը կասկածի։ Գեգամնազյանը դրա համար բան արեց դուրս եկավ, որ կարողանա պարգևավճարը ստանալ։ Մեկ էլ Իշխան Զաքարյանը, չէ։ Մեկ էլ Իշխան Զաքարյանը։ Կանխատեսելով էս։ Ասենս չեմ հասկանում, պարգևավճարը սուղարկում են բարեգործության։ Փոկվենք։ Մի օր ստիպելու են պարգևավճարը սուղարկեն բարեգործության, չէ։ Իրականում դա շատ ցավոտ հարց է։ Ու դա բացատրվեց բանով, որ ազգային ժողովի բյուջեն չի կատարվել ու այդ խնայողությունը, չէ։ Այսինքն չեն կատարել բյուջեն, փող է մնացել ու դա բաժանել են падգամավորների մեջ։ Հիմա եկեք հասկանանք սա ինչ է նշանակում։ Կոռուպցիա։ Ազգային ժողովը ունի ինչի հաշվին կոռուպցիա։ Հովոտ ջան, ինչ է սա նշանակում։ Ազգային ժողովը ունի բյուջե, որով նախատեսվում է, որ իրենք պետք է այսքան բան տեղ գնան, այսինչ գործեր անեն, կանոնադրական գործունեությունը պետք է անեն, բայց ու դրա համար փողը գործունեությունը կանոնադրական գործունեություն։ Այսինքն ազգային ժողովի գործունեությունը սահմանադրական գործունեություն է։ Մի հատ եկեք հիմա սրա էությունը հասկանանք, էլի ավետիք ջան։ Այսինքն ինձ տալիս են ինչու փող, որը տալիս են ուրեմն մարդիկ հարկեր են վճարում եւ այլն, այդ փողը գալիս է ինձ
ինձ ասում են քո գործը սա է, սա պետք է անես։ Ես այդ գործը ինչքան չեմ անում, այնքան տարվա վերջին ինձ ավելի շատ փող է մնում, որը արդեն դնում եմ գրպանը։ Փաստացի Այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խրախուսումը գործ չանել։ Այսինքն ինչքան ազգային ժողովը քիչ է աշխատում ու չի բանանում ծախսում այդ գումարը, այնքան եթե որ ծախսում է դա ատկատներ են, չգիտեմ, գնում են գործողումների, ես ինչ եմ, երբ որ չեն ծախսում, դնում են միանգամից իրենց գրպանը։ Ուրեմն քեզ մի ավելի զարմանալի օրինակ բերեմ, հենց այս իմաստով էլ այս ազգային ժողովի թեման մոտավորապես մի 550 միլիոն դրամի պատմություն է։ Այսինքն այս ամբողջ սպարքերը վճարել գոյացել են 550 միլիոն դրամ չծախսած փողից։ Ուրեմն մի նախարարություն կա, որի անունը այսօր նշեցինք, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է կոչվում, որը չգիտես ինչի նաև այսպես տեսալսողական մեդիայի պատասխանատուն է, այն պարզ պատճառով, որ հեռուստաընկերությունը, այսինքն հեռուստաաշտարակը իրենց ենթակայության տակ է, ուրեմն 2025 թվականի բյուջեով այդ նախարարության հատկացված մասը մոտավորապես 48 միլիարդ դրամ էր։ Այսինքն 2025-ին այդ նախարարությունը պիտի ծախսեր իր տարբեր ծրագրերով, որ մեջ նաև ռազմարտությունաբերությունը մտնում, պիտի ծախսեր 48 միլիարդ դրամ փող։ Տարբեր կրճատումների արդյունքում, գիտեք, այս կառավարությունը վերաբաշխելու մոլուցքում է տարապում, փետրվար ամսին արդեն վերաբաշխում են։ Այսինքն նոր տարին նոր սկսած արդեն սկսում են վերաբաշխել։ Հələ երևի 26-ին հունվարից կսկսեն վերաբաշխել, որովհետև կարծում եմ, որ բյուջեն ընդհանրապես ուրիշ բանի համար են դրել, էլի։ Տարբեր կրճատումների արդյունքում այս նախարարության բյուջեն կրճատվել է մինչև 23 միլիարդ։ Հա, բայց այսօրվա դրությամբ այդ 23 միլիարդից ծախսել են, այսինքն 48 միլիարդից ծախսել են ընդամենը 13-ը։ Պատկերացրեք, ասենք իրենց համար պետական բյուջեից, որը գոյանում է չմոռանանք, էլի, ասենք հարկերից, տուրքերից, մաքսային տուգանքներից եւ մնաց ամիջից, որից միջից վճարում են նաև հարկերից միջազգային պարտքերից եւ վարկերով փակվում դրա դեֆիցիտը, հա, պարտքով փակվում դրա դեֆիցիտը, իրենք այդ փողը վերցրել են ու չեն ծախսել։ Հիմա մխիթարը այդ չծախսած փողը իր եւ փոխնախարարների մեջ բաշխի։ Հա, եւ դա էլ անել են միջալոց։ Ասի դե մարդը 10 միլիարդ վերցնի։ Չէ, 10 միլիարդ չեն անի, որովհետեւ այդտեղ կրճատվել է, բայց Նիկոլա կասի ոնց, բա ես Կասիբայես, ու որ պատկերացնեք, ասենք ոնց որ տունը կանչես գաճ կսող, հա, ասես այս սա տունը պետք է գաճ կսվի, այսքան ժամանակում, ասենք օրինակ մի տարում մենք իրենց փող ենք տալի, որ գաճ կսեն։ Հա, գաճի փողն էլ ենք տալիս։ Որ մենք գաճը առել են, հա, տունը կա, փողը տված ամեն ինչ, աշխատավարձը տված է, բայց իրենք կսել են ընդամենը ասենք մի միջանցքը։ Բայց փողը ստացել են ամբողջությամբ։ Հերիք չէ այդ գաճը չքսած գաճն իրենց հետ տուն են տանում, որովհետև պետական բյուջեն տարվով ավարտվում է, էլի հաջորդ տարի այդ նույն գաճը մեր վրա էլի մեր հարկերով վաճառելու են։ Ու այս սա համատարած է միջայլոց, այս ամեն ինչ համատարած է, ասենք եթե նայես տեսնես թե ինչ են անում, հա, ուրեմն եթե տարվա վերջի 2-3 կառավարության նիստերը նայեք, որոշումների մեծ մասը բյուջեի վերաբաշխումներ են, այսինքն մեր երեսին ասում են, գիտեք ինչ կա, այն գործը որ մենք պետք է անենք, չենք արել, չենք էլ պատրաստվում անել իրականում, հա, բայց անում ենք լրիվ ուրիշ բան։ Ու այդ չծախսածից միջայլոց չի գեներացում լիքը հարկեր։ Օրինակ բերեմ, ռազմարտությունաբերության բյուջեն, որ թերակատարել են, զարգացման բյուջեն, որ թերակատարել են, այդ բաց ասենք իրենց իսկ ինտերակտիվ բյուջեով պարզ երևում է 5.7 միլիարդ դրամ հատկացված բյուջեից, ծախսել են այս պայմանությամբ 1.3-ը, կրճատել են մինչև 2.3, բայց ծախսել են 1.3-ը։ Իսկ պարզվում է այդ ՍՊԸ-ն, ԲՏԱ նախարարություն կոչվող ՍՊԸ-ն, ասենք իր հայեցողությամբ արել է իրեն պլանավորված գործի ընդհանրապես ասենք մի 20%-ը։ Որոշել է, որ այդքան պետք է անի։ Ու հերիք չի, որ այդքան է արել։ Հələ մեզ էլ այն ինչ որ պետք է տար դրանից մեզ մի նկատի ունեմ հետ պետության, հա, այսինքն հարկեր պետք է այդ գործունեության արդյունքում ձևավորեն։ Այդ հարկերն էլ չի տվել։ Այսինքն մեզ հասանելիք ատկատը,
ոնց որ պետությանը հասանելի կատկատ այդ գործից հարկերի տեսքով չի տվել, հա, ու գործ ունենք մի ընդհանրապես սա հանցագործություն, հա, սկսեցինք իհարկե ազգային ժողովից, բայց գործ ունենք մեծ մասշտաբի, պետական մասշտաբի համատարած հանցագործության հետ, որը էական նշանակություն ունի։ Էական նշանակություն ունի մեր սոցիալ-տնտեսական վիճակի վրա, էական նշանակություն սոցիալական վիճակի վրա առաջին հերթին։ Հա, ու այս կառավարությունն է ասում թոշակների համար փող չունենք, հա, բայց իրենց պարգևաճարները լավ էլ բան են անում։ Սա քո ասած օրինակը լավագույնս ցույց է տալիս, որ ինչքան թույլ է մեր պետությունը։ Այո։ Այսինքն որ պետությունը ինքը իրան վերահսկում է միայն վարչապետի կամ նախկինում նախագահի աչքերով։ Ճաշակով։ Այսինքն վարչապետի հետ, վարչապետը ասենք սիրում է մխիթարին, պուպուշ տղա է ինքը, լավ բալիկա, չգիտեմ ինչա եւ այլն։ Քայլել է իր հետ։ Ընդ որում նկատել եք, որ ինքը չի մեծանում։ Այդ ինքը չի կարող այդ հասուն դեմք դառնել, ինչքան ցկտում է մորուքապահում, չգիտեմ, մակնոցը դնում է Այս ինձ թվում է Նիկոլ հետ էր։ Չէ։ Իր չաշխատածը չի երևում։ Այսինքն եթե հանկարծ ասենք ինքը շրջվի, ասենք ինչ որ վարչապետին բան ասի, որ դեսիմ աչքիդ վերևը ունք կա եւ այլն, անմիջապես ասենք կհանեն իր, չգիտեմ, SMS-ները, կպարզվի իր սեքսուալ կյանքը ինչպիսին է եղել, ես իմ հարկերը վճարել է, ինչ ունի, ինչ չունի եւ այլն կփռեն, կտանեն, ես իմ ինչ կանեն, բայց եթե ինքը սիրելի է վարչապետի համար, ոչ մի բանը, այսինքն չարած աշխատանքը չի գնահատվում ու դա չի որտեղ սրանց համար անողն է աչքի փոշի։ Բայց պետությունը ոնց որ բայց ինչ ես կարծում, կա ասենք ինչ որ ասենք թաքունածը բան, որը հետևում է հաշվետվություններ է տալիս, ասում է որ այս բանը չի կատարվում, այս կա այդ ներքին աուդիտը։ Ես վստահ եմ որ չկա։ Շատ մոտավոր, շատ եսի ինչ։ Չէ, ընդհանրապես չկա դրա մասի խոսք էլ չկա եւ չկա նաեւ հանրային պահանջը դա վերահսկելու։ Տեսես այս իշխանությունը 4 տարի արդեն 21 թվականի ընտրությունից հետո տարվա վերջի կատարողական պետք է ներկայացնի, չէ՞։ Տարվա վերջի կատարողականը բացես, ասեք ամեն մի կատարողականի զեկույցի մեջ մի 15 հատ մահապատժի հոդված կա։ Մահապատժի հոդված չունենք, բայց այն կատարողականը, որ իրենք զեկուցում են, մահապատժի արժանի են։ Հիմա սա չհնչի որպես երկրի բռնության կոչ թող չէ, ես ինքս ասում եմ որ սա բռնության կոչ չի, որովհետև մենք իհարկե չունենք մապաս, ես ինքս էլ դեմ եմ դրան, բայց իրենց կատարողականով այդպես է դուրս գալիս։ Բայց չկա հանրային պահանջ այդ մարդկանց պատասխանատվության կանչելու, իրական պատասխանատվության կանչելու։ Բացի ասենք, ախր բայց հարցն է որ երբեք Հայաստան ոչ ոք չարած գործի համար կամ պաշտոնական սխալի համար պատասխանատվության չի կանչվել երբեք բայց հիշեցնենք նաև էլի 300 հատ չկառուցած դպրոց 300-ի փոխարեն լավագույն դեպքում ասենք մի 30 հատ կկառուցեն 17 հատ չկառուցած ջրամբար բայց ինչու՞ մա չէ այսքան 500 մանկա 500 դպրոց 500 դպրոց 500 մանկա հերթով ասում են ոնց մեր դպրոցը վերանորոգում են լուրջ է ասում որ այդ դպրոցը որ պետք է վերանորոգվեր այդ դպրոցը փակել հա Չինաների կայարան կամ դպրոցը որ պետք է սարքվեր իրականում վերածվել է ուրիշ դպրոցի գույքի հա եւ դա իրականություն է այդպես ես հենց այնպես չեմ ասում որովհետեւ անցյալ տարի լիքը փող այդ դպրոցների կառուցման փողից կառավարությունը որոշեց որ պետք է վերաբաշխի եւ գույք առնի դպրոցների համար գույք առնի ուրիշ դպրոցների համար փոխարեն այս դպրոցները սարքի բայց ավետիք ջան եթե հաշվի առնենք որ 30 տարվա ընթացքում ինչ ծավալի ուրեմն դպրոցը ինչքան է դպրոց վերանորոգվել ոնց է վերանորոգվել ու ինչպես են կերել այդ փողը ակնհայտ այսինքն ոչ մի ճաշակով բան ոչ մի նորմալ եսի մի ինչ եւ այլն ու ինչքան դա չնչին տոկոս է եղել մարդիկ ասում են վա Նիկոլ Փաշինյանը նայեք ինչ անում այսինքն այդ իրա հիմա մենք ասում ենք քննադատում ենք դա բայց եթե համեմատում ենք դա նախորդ
տասնամյակների արվածի հետ ակնհայտ է, որ եւ դա երևացող է եւ դա, չգիտեմ, անժխտելի է, բայց մյուս կողմից պիտի հասկանանք, հա, որ մեզ ցույց են տալիս են 10 կամ 20 կամ 30 դպրոցը, որը սարքել են, բայց փող մեզնից վերցրել են 300 դպրոցի համար։ Իրականում հա, առաջ 3 դպրոցի համար էին վերցնում, մեկն էին սարքում, բայց մարդիկ դա տեսնում են, այո, բայց պիտի ճիշտ տեսնեն։ հա, Բայց պիտի ճիշտ տեսնեն։ Պիտի տեսնեն կապսի չկառուցվող ջրամբարը, հա, որ երկար տարիներ հետաձգվում էր 20 թվականին սրանք եկան նորից սկսեցին այդ ջրամբարը եւ այլն, այսօր բարձում է 26 թվականին եկել աշխատանքները արված են ընդամենը 12%-ով եւ դադարեցված, հա, որովհետեւ չկա, ասենք կառուցող շինարար ընկերության հետ պայմանագրերը խզված են։ Չկա վեդի ջրամբարը դեռ, չկա այն մնացած 16-ը, որը անունը կա, ամանում չկա։ Չկա Աչափնյակի մետրոն, վեդի ջրամբարը աշխատանքներ ավարտին են մոտենում։ բայց ինչ որ առաջ մի աստիճանի լցվեց։ Հա, ինչ որ աստիճանի, ասենք այն մերիալ հատվածը լցվել է, որովհետև այդ մերիալ հատվածը այն գլխից էլ կարող է լցվել, էլի։ Բայց մենք այստեղ գործ ունենք իրականում մեծ մասշտաբի խաբեության հետ։ Ու այս ազգային ժողովի դեպքը ընդամենը մի փոքր էպիզոդ, իրականում շատ փոքր էպիզոդ է։ Շատ խոսվել է դրա մասին, որովհետև ասենք կոնկրետ անհատապես հայտնի են ստացողները, հա, գործ չանելու համար ստացողները, բայց մենք գործ ունենք ահռելի մեծ մասշտաբի չկատարված աշխատանքների հետ։ 20 թվականին թե 19 թվականին կապիտալ ծախսերի թերակատարումը 300 միլիարդ էր։ Ամեն տարի քիչ-քիչ պակասել է թերակատարումը, բայց այս տարի կապիտալ ծախսերի թերակատարումը 100 միլիարդը գերազանցելու է։ Ուրեմն ես որպես բանասեր Ավետիք ջան, ուղղակի գիտեմ, որ 100 միլիարդը շատ մեծ թիվ է։ Մենք լավ զրուցակիչ չենք, էլի։ 100 միլիարդը գիտես ինչ կան, $260 միլիոն։ Հիմա մի քիչ ավելի քիչ, բայց իմ համար է սա ասենք քաշով $260 միլիոն, $100 անոստերով ինչքան է կշռում։ Ինչքան։ 2.5 տոննա։ 2.5 տոննա դոլար։ 2.5 տոննան 2500 կիլոգրամն է։ Ես մոտենում եմ 100 կիլոգրամին։ Պատկերացրիր 2.5 տոննա $100 անոց։ Այդքան փող, այդքան չեն կատարել։ Այդքան գողացել են մեզնից։ Ուրեմն մյուս թեման, որ անցած շաբաթ բացահայտվեց եւ բան եղավ, ավելի քիչ փողի մասն է խոսքը, քո ասած թվերը 100 միլիարդ եւ այլն դրան չի հասնում։ Ուրեմն բայց շատ սիմվոլիկ թեմա է Աջափնյակի մետրոն։ Աջափնյակի մետրոն ոնց որ լինի Նիկոլ Փաշինյանի իշխանության սիմվոլը։ Ասենք Նիկոլ Փաշինյան, Աջափնյակի մետրո։ Առաջին ասոցիացիաներից մեկն է։ Ուրեմն պարզվում է, որ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, պայմանագիր է կնքել եւ այլն 1.8 միլիարդ դրամի։ Այդ փողը փոխանցել է, որպեսզի նախագիծ լինի եւ ծավալաթերթ լինի։ Նախագիծը ներկայացրել են, ծավալաթերթը չեն ներկայացրել։ Այսինքն սմետան, թե ինչա պետք դա կառուցելու համար չկա, բայց փողը դրա տվել են այդ ընկերությունը։ Վերցրել է, նախագիծը տվել է, չկա։ Հիմա որ, հա, բան էլի, Snoop Dogg-ի համերգ։ Աչափնյակի կարելի է գայլել Snoop Dogg-ի անվան մետրոյի կայարան։ Եվ Ջենիֆեր Լոպեսի անվան կամուրջ, չէ՞։ Բայց Լոպեսը եկավ, Դեն, համ ճիշտ է, համ փող Տոմսերից փող ստացավ, համ մեր հաշվում փող ստացավ, համ չգիտեմ։ Չէ, դա էլ պարզ չէ, մեր հաշվին ինչ փող ստացավ։ Անվան այդ վեդի ջրամբարի այդ Այդ հատվածը։ որը կայքն է։ Մերիալը։ Իսկ դրանց վերև կկոչվի Snoop Dogg-ի անվան ջրամբար։ Կենթանի ջրամբար։ Հիմա սա շատ սիմվոլիկ է, էլի, համ էս Աջափնյակի մետրոն, համ էս փողը, համ որ չեն արել, համ որ չեն ստուգել, համ որ հնարավոր չի դա հաստատ հետ ստանալ։ Արդեն իրենք սանանք են փողերը հանել են դուրս եւ Անիֆի նման էլի, հա, անիֆի նման, բայց այս թեման զարգացնելով, ուրեմն այս նույն կառավարություն կոչվածը, իմիջիայլոց դեկտեմբերի վերջի որոշումներից մեկով որոշում էր կայացրել, որ
Երևան քաղաքում մասնավորեցված պետական գույքի փողից, հա, մասանում կատարի Երևանի քաղաքապետարանին Ամիրյան փողոցի եզրաքարերը փոխելու համար։ Պատկերացրեք, ասենք կառավարություն Հայաստանի Հանրապետության եւ Ամիրյան փողոցի եզրաքարեր։ Ասենք այդ Ամիրյան փողոցի եզրաքարերը իմ հիշողության մեջ մի քանի անգամ փոխվել են արդեն։ Հա, ես չգիտեմ որտեղ են պատրաստում փոխել Ամիրյան փողոցի եզրաքարերը, բայց օրինակ տեսնում եմ, թե ասենք Տիգրան Մեծ փողոցի նախկին կինո Երևանի հատվածը մի քանի ամիս փոխում էին, եւ թե ինչ հողը փոշի ու կեղտեր, վերջում են բալգարկիկը վերցրած տաշում էին անկյունները, մի փոշի էլ այդտեղ էին անում, ու պատկերացնում թե եկող տարի ինչ է կատարվելու Երևանի կենտրոնում, երբ որ սկսելու են Ամիրյան փողոցի եզրաքարերը փոխել։ Բայց եթե նայենք օրինակ բերեմ մի օրինակ, հա, մի փողոց, որով հաճախ երթևեկում Հովսեփյանի փողոցը Արաբգիրում, ու այդ փողոցի վրա մի մետր չկա, որի վրա փոշ չլինի։ Ու շատ բանոտ փողոց է իրականում, շատերն են գնում գալիս, հայ-ռուսական համալսարանն է այնտեղ, մանկական պոլիկլինիկա եւ Կոմիտասի զուգահեռ այսպես բեռնաթափող փողոց, բայց ասում եմ, մի մետր չկա, որի վրա փոշ չլինի, բայց կա Ամիրյան փողոց, որի եզրաքարերն է պետք փոխել։ Ուրեմն 20 թվականի այդ բանը որ եղավ նոյեմբերի նստորագրվեց եւ այլն, ինձ թվում էր, որ ես լավատես մարդ եմ, էլի միշտ լավատեսությամբ եմ լցվում, որ սա բան կլինի, մեկնարկ կլինի, որ մենք կվերանայինք, մենք ոնց ենք միջև ապրել, կփոխենք ու դուրս կգանք էլի իրավիճակից ու կարծեմ դեկտեմբերի 10-ի կողմերը Հրաչյա Քոչար փողոցում տեսա, որ ծմերվա կեսին սկսել են եզրաքար փոխել, երբ որ ասենք մենք իրական ռազմաճակատի գիծ ունենք շատ մեծ, դեկտեմբերի 11-ին մենք ունեցանք զոհեր եւ վիրավորներ եւ դրա հաջորդ օրը մեծականակ գերիներ։ Հա, ու այդ ժամանակ սկսեցին Հրաչյա Քոչարի եզրաքարը փոխել, այդ փողոցի եզրաքարը։ Ես հասկացա, որ այդ խոսքը որ կուզիկին գերեզմանն է կուղի։ Այդ լրիվ մեր մասին։ Ավելի վատ բան ասեմ, միշտ եղբայրս, որ չէր եկել պատերազմ, չէին թողել իրեն պատերազմ գալու, մենք երեքով գնացել ենք, երեք եղբայր, ինքը եկել էր Գորիսում էր տեղավորել, որ մեզ մոտ լինի, հնարավորինս կարողանա օգնել, մենակ մեզ չէր օգնում իհարկե։ Ուրեմն 2020 թվականի հոկտեմբերին Գորիս քաղաքում ասֆալտ են արել։ Այն ինչ որ երկրորդական փողոցներ, ասֆալտ են արել այնտեղ։ Ես պատերազմից որ վերադարձա 2020-ի դեկտեմբերին, նոյեմբերի վերջ վերադարձա, 4 եւ 5-րդ նորքի 4 եւ 5-րդ զանգվածների արանքում այդտեղ կա մեծ խաչմերուկ ձորի մեջ, հա, եւ տեսա այնտեղ ծաղկաթմբի եզրաքարերն են փոխում։ Սարսափել էր ու մերես մոլուցքը արտաքին շուքի եւ իրական բովանդակության միջև կտրվածքը Արտաքին շուք չի փող աշխատելու, մարդիկ ունեն ուղղակի փողի բան, փող պիտի գա դրանից ատկատ եւ այլն, այդ ժամանակի մասած դեպքի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր, դա փողն է, որ մարդը փող ունի տեղից, ասենք $100,000, $1 միլիոն եւ այլն, ինքը ուրիշ տեղից այդ փողը չի կարող ստանա, մենակ պիտի եզրաքար փոխվի, որ ինքը ստանա, դրա համար ինքը ամեն ինչ անել է, որ եզրաքարը փոխվի, ինքը ստանա։ Միջարից այստեղ շատ նմանություն կա կայսերական մայրաքաղաքի Մոսկվայի հետ։ Մոսկվայի այսօրվա քաղաքապետը Սաբյանինը, ինքը հայտնի է նրանով, որ անընդհատ եզրաքար է փոխում։ Հաղթում են Հələ չգիտենք, շատ անհայտ է։ Իրանք այդ պատերազմը սկսելով այդ պատերազմը պարտվել են իրականում։ Անհայտ է։ Պարտվել են հենց սկսելով այդ պատերազմը, որովհետև Կուզեք անցնենք նոր տարվա շնորհավորանքների։ Այո, բրավո։ Դե քանի որ այս տարվա մեր վերջին հաղորդումն է, ու կասկածներ կան, որ այս կազմով մեր վերջին հաղորդումն է, որտեղ Հովհաննեսը ասում է, որ լքելու է մեզ։ Ստեղծագործական ընդմիջում է։ Այո, ստեղծագործական ընդմիջում։ Մենք ես հյուր կկանչենք։ Այո։ Հենց պատրաստել են ստեղծագործությունները։ Այո։ Եկեք ամփոփենք տարին նաև այդ ինչ որ ամանորյա ցանկություններով, մաղթանքներով։ Ես սկսեմ, որ ամենակարևոր բանը, որ ես
այս հաղորդման ժամանակ դրա մասին խոսեցինք։ Ես շատ եմ ուզում, որ մենք մեզ մի քիչ ավելի շատ սիրենք, քան հիմա սիրում ենք։ Եվ կուզեմ, որ մենք ավելի կազմակերպված լինենք կամ կազմակերպված լինենք, որտեղ մենք բացարձակապես կազմակերպված չենք, որպես ազգ, որպես ժողովուրդ։ Այսինքն մենք որպես ժողովուրդ, ես կարծում եմ, որ ժողովուրդը դες բանը որ չի կազմակերպվում, բայց ազգը պետք է կազմակերպված լինի, հետեւաբար ինչ որ իմաստով ես մաղթում եմ, որ մենք այս տարի ժողովրդից ավելի շատ դառնանք ազգ, Միքայել ավելանենք այդ ճանապարհին։ Վերջինն է ուզում խոսել։ Ես չեմ խոսել, ես երգել եմ։ Իմ հետաքրքրությունների շրջանակը այնա թե հայերը բացի իրենց տալուց բան պատմության վկան լինելուց այլ ինչ կարող են տալ երկիր մոլորակին, որովհետև հայերը բացի հայ լինելուց նաև մարդ են ու ապրում են երկիր մոլորակի վրա, հատկապես այս դարաշրջանում շատ կարևոր առաքելության տեղ ունեն, որոնցից մեկը հենց այս միջազգային իրավունքի, երբ որ բացարձակ չգործելու շրջանի մեջ ենք ընկել, տենց վակուումի մեջ ենք, ու որը հենց անդրադարձել է մեր վրա, հա, մեզնով է ոնց որ սկսվել է դա ամեն ինչը, այդ իմաստով ինձ հետաքրքիր է թե հայերը ինչ ունեն տալու աշխարհին զարգացնելու, որովհետև եթե մենք մենակ հիշողության վկան եւ աշխարհին բարոյականության վերադարձնելու հիմքով ապրենք, մենք հաստատ կործանվելու ենք։ Եթե մենք սկսենք մտածել, թե երկիր մոլորակի զարգացմանը նույն ինքը տիեզերական մասշտաբով այդ թվում որտեղ է մեր դերն ու մեր անելիքները ու սկսենք անել, անպայման մենք դեռ երկար կամ հավերժ կյանք ենք ունենալու։ Նաև այս է հաջորդ տարվա բանը լինելու, իմ ցանկությունը, որ գտնենք մեր տեղը այս աշխարհում, բայց նաև քանի որ հաջորդ տարի 2026 թիվն է ու շատերի մոտ այն տպավորությունն է, որ 26 թվականի ընտրություններից հետո ասես մի վճռորոշ վիճակ է լինելու, ես կուզենայի մաղթեի բոլորին, որ ինչ արդյունք էլ գրանցվի 2026 թվականին, դուք ձեզ պարտված մի Բայց կոչ առաջին հերթին նրանց ով իրենք են մեզ կոչ արել, չէ։ Շատ սրամիտ։ Բայց դրա զուգահեռ նաև շատերը գիտեն, որ ասում են դա 2026 թվականին, եթե այս դավաճանական իշխանությունը հաղթեց, մենք այլևս չենք մնալու Հայաստանում, գնալու ենք եւ այլն։ Ես դիմում եմ այդ մարդկանց, սիրելիներ, սիրելի սկսեք վեշերը հավաքել։ Մեզ մենակ չթողնեք սրանց հետ չգնաք։ Ես քանի որ խոստացել եմ երգով լինի մաղթանքը, մի քիչ սպոյլ անեմ, ինքս լինելով արմատներով կարնեցի, արդեն ինչ որ մարդիկ երևի գլխի կընկնեն ինչի մասին է խոսքը, ուզում եմ մի երգով անեմ իմ մաղթանքը, որի մեջ բացի ցանկություններից կա նաև լուծման բանալիները, որ մենք պետք է մեզնից վանենք անտարբերությունը եւ մեզնից մեր մեջից անենք փոքրությունը, լինենք քաջ, համարձակ եւ այս այդ քաջությունն ու համարձակությունն եմ ուզում բոլորիս մաղթել, որովհետեւ մեն համարձակներին է ժպտում հաջողությունը։ Միացեք ինձ Երնեք թե այս նոր տարին, վերջ տարհայի ցավերին, չարը կորչեր ու բարին, բուն դնել մեր սրտերին, չարը կորչեր ու բարին, բուն դնել մեր սրտերին։ Մնացածը կարող եք Ռուբեն Հախվերդյանի, Նեմրայի կամ Հայրիկ Մուրադյանի կատարումներով, այո, իրենք հաստատ մեզնից ավելի լավ են երգում։ Բայց Կարնոյի այդ քառատողը որ երգին կողը մեզ ձերբակալային։ Որպես ռևանշիստ, բռնության կոչ։ Հերու չի այն օրը, որ ասենք Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջներ կներկայացնեն այդ
երկերը անել YouTube-ից, որպես կամ Հայաստանի կառավարությունը Բարձրագույն տեխնոլոգիայի նախարարությունը որպես ահաբեկչության կոչ, ռևանշիզմի կոչ եւ այլն։ Հուսանք, որ չի լինի դա 2026-ին։ Անենք այնպես, որ դա այդպես չլինի։ Այո։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, շնորհավոր բոլորիդ ամանոր նոր Սուրբ Ծնունդը, մենք կհանդիպենք տոներից հետո։ Շնորհակալ